Բարև ձեզ սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք Տեր Բրահմայի աղոթքները, որը ինքը մատուցում է Գերագույն Աստծո ազնվորությանը։ Դինամիկայի տեսանկյունից իհարկե այս պահին տեղի չեն ունենում ոչ մի իրադարձություններ եւ այսպես արտաքինից լսողի համար այս տեքստերը իհարկե անհետաքրքիր են։ Բայց ցանկացած անձնավորություն, որը ինքը լսում է Բհագավատամը ինքնաիրականացման հասնելու նպատակով, այսինքն հոգևոր աճ ունենալու նպատակով, այս աղոթքները իրենք շատ արդյունավետ պետք է որ լինեն։ Բոլոր դեպքերում այս Բրահմայի խոսակցությունը Գերագույն Աստծո ազնվորության հետ, նրա մատուցած աղոթքները մեզ օգնում են, որպեսզի մենք ավելի ու ավելի մանրակրկիտ, ավելի ու ավելի խորը կարողանանք հասկանալ արիացիների հոգևոր գաղափարախոսության ուրեմն տրամաբանությունը, հասկանանք, թե ինչպես են նրանք նկարագրում, ասենք, տիեզերքը, ինչպես են նկարագրում կենդանիատների դիրքը նյութական աշխարհում, եւ ինչու համար է սա կարեւոր, որովհետեւ եթե մենք չենք հասկանում, թե ինչպես եւ ինչու համար ենք եկել նյութական աշխարհ, ապա մենք ոչ էլ կարողանում ենք հասկանալ, թե ինչպես պետք է այս աշխարհից դուրս գանք։ Իսկ երբ որ մենք ունենք մանրակրկիտ նկարագրություն, հատկապես հոգեբանական տեսանկյունից, սա մեզ շատ օգնում է, որպեսզի մենք կարողանանք ճիշտ մաքրագործել մեր սիրտը, վերականգնել մեր հոգու մաքրությունը եւ հետեւաբար իրավունք ստանալ վերադառնալ հոգևոր աշխարհ։ Եվ այսպես Տեր Բրահման ինքը շարունակում է աղոթել եւ ես կարդամ մեր այսօրվա տեքստը եւ մենք շարժվենք առաջ։ Շրիմադ Բհագավատամ 3-րդ երգ 9-րդ գլուխ տեքստ 20-րդ Ով իմ Տեր, քաղցր նիրհի մեջ ընկղմված, դու հանգչում ես ջրհեղեղի ջրերի վրա, մինչև շուրջդ մոլեգնում են ահեղ ալիքները, դու վայելում ես օձերից կազմված քո անկողինը, ցույց տալու նրանց, ովքեր օժտված են բանականությամբ, թե որքան քաղցր է քո նիրհը։ Այդ ժամանակ ամբողջ տիեզերքի մոլորակները գտնվում են քո որովայնում։ Եվ ուրեմն, ինչպես միշտ տեսնում ենք, որ Բրահման ինքը շարունակում է ամեն անգամ Գերագույն Աստծո ազնվորությանը հենց այդպես էլ դիմել ով իմ Տեր, եւ սա մենք արդեն բազմիցս խոսել ենք, որ սա այսպես աղոթքային տրամադրություն է, որը Տեր Բրահման ինքը բացուցաբերում է Գերագույն Աստծո ազնվորության հանդեպ եւ այս կերպ դիմելը ինքը միանգամից ինչ որ մի տրամադրություն է հաղորդում տեքստին, որտեղ մենք հասկանում ենք, որ նկարագրվում է ոչ թե տիեզերքի կառուցվածքի տեսանկյունից ինչ որ մի բան, այլ նկարագրվում է հենց Գերագույն Աստծո ազնվորության հզորությունը, նրա եւ այս կոնկրետ այս տեքստում նաեւ նրա հանգստությունը։ Ինչ ասեց Տեր Բրահման։ Ինքը ասեց, որ կա պատճառահետևանքային օվկիանոսը։ Կա պատճառահետևանքային օվկիանոսը եւ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդ օվկիանոսը ինքը խաղաղ չի, բայց Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այսպես դա կոչվում է սամադհի իրավիճակ, այսինքն ինքը այսպես կիսաքուն վիճակում է գտնվում, այդտեղ եւ Տեր Բրահման ինքը գնահատեց Գերագույն Աստծո ազնվորության այդ քնած վիճակը, որպես որ ինքը խորասուզված է քաղցր քնի մեջ։ Այսինքն ինքը ոչ թե ինչ որ անգիտակից վիճակում է, չէ՞, որովհետեւ այնպես ինչպես արիացիները իրանք նկարագրում են Գերագույն ամենաարարչին նկարագրում են, ասենք, բանում իրենց գրվածքում, ապա կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այսպես մի տեսակ ոնց որ անգիտակից վիճակում պառկած է այդ օվկիանոսի վրա, չէ՞։ Ուրեմն Տեր Բրահման ինքը այլ իրավիճակ է տեսնում։ Ինքը ասեց՝ դու
խորասուզված ես քաղցր քնի մեջ, հա, այսինքն դու հաստատված ես ուրեմն երանելի ինքնաբավ խաղաղության մեջ, չէ, ինչու, որովհետև մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը այստեղ ոչ մի այսպես ինչ-որ նեյտրալ հանգիստ բառեր չի ասում, դրա համար ես ասում եմ երանելի, հա, որովհետև ինքը ասեց քաղցր քնի մեջ ես խորասուզված, չէ, և սա, այսինքն խոսում է նրա մասին, որ տեսեք սովորական կենդանիակը, ասենք ինքը քնելու կարիք է ունենում, երբ որ հոգնած է, չէ, սովորաբար եթե ազնվորությունը ինքը հոգնածություն չի զգում, ապա ոչ մի կարիք չի ունենում քնելու, այլ աշխույժ վիճակում ապրում է, և քնելը ինքը, դա մենք բազմիցս քննարկել ենք, դա բանականության ֆունկցիաներից մեկն է, որը ինքը նախատեսված է նրա համար, որպեսզի հնարավորություն տա օրգանիզմին հանգստանալու, երբ որ օրգանիզմը արդեն հոգնել է, և քնած վիճակում օրգանիզմը ինքը կարողանում է ինքը իրեն վերականգնել, և դրա համար, եթե ամեն ինչ իհարկե ճիշտ է արվում և կենդանիակը ճիշտ է վարվում իր նյութական մարմնի հետ, ապա քնելու ընթացքը հանում է կենդանիակի վրայից հոգնածության զգացումը, հա, և այստեղ Տեր Բրահման ինքը ասելով դու քաղցր քնի մեջ ես, խոսում է նրա մասին, որ իրականում դու այս կիսաքնած վիճակում ոչ թե հոգնածությունից ես գտնվում, չէ, այլ վայելում ես քո սեփական բնությունը։ Հաջորդ քայլով Տեր Բրահման ինքը ասեց դու այսպես հանգստանում ես այդ բաների ջրհեղեղի ջրերի վրա, չէ՞։ Այսինքն ինչի մասին է այստեղ խոսքը։ Տիեզերքը ինքը նկարագրվում է մի տարածք, որը ինքը չունի հաստատուն հիմք։ Այսինքն այն ինչ որ մենք կոչում ենք հիմք, հա, բայց եւ տեսնում ենք, որ այդ անհաստատուն ջրհեղեղի անհանգիստ ալիքների մեջ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը բացարձակ հանգիստ վիճակում կիսաքուն է եւ ինչպես ասեց Տեր Բրահման վայելում է քաղցր քունը։ Հաջորդ նախադասությամբ Տեր Բրահման ինքը ասեց քո շուրջ ալեկոծում են այդ բան էլի հայերեն ինչպես էր դերեցեք ահեղալիքները, չէ՞։ Քո շուրջ ալեկոծում են ահեղ ալիքները եւ այսինքն երբ որ ալիքները իրենք այդպես շատ հզոր են, մենք նույնիսկ մեր մոլորակի վրա, օվկիանոսի ալիքների օրինակի վրա կարողանում ենք տեսնել, որ դա իրականում ջրի տարերքի քաոսն է, չէ՞։ Այսինքն տիրում է քաոս այդ ահռելի ջրի բաների մասսաների շարժումից, չէ՞, եւ այդտեղ միշտ կա վտանգ։ Եվ այո, հիմա երբ որ ուրեմն այդ ահեղ ալիքներն է նշում Տեր Բրահման, դա նշանակում է, որ ինքը ինչու ասեց ահեղ, որովհետև ինքը ֆիքսում է այդ ալիքները որպես իր մեջ վտանգ կրող, չէ՞։ Եվ իրան հիմա ի՞նչն է զարմացնում, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը պարկած է իր շուրջը այդպես ուրեմն այդ ահեղ ալիքներն են հիմա այդպես տնավարի ասեմ իրենց կոտորում, հա, իսկ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը հանգիստ վիճակում հանդարտ վայելում է քաղցր քունը, այսինքն ոչ մի ազդեցություն չի կրում, հա, ուրեմն այսպիսի նկարագրություններն են խոսում նրա մասին, թե ինչ է նշանակում տրանսցենդենտալ ազնվորություն։
Նյութական այդ ահեղ ալիքները իրենք սարսափելի են բոլոր նրանց համար, ովքեր իրենց հարաբերությունների մեջ ուրիշ կենդանիակների հետ հենված են ատելության վրա, հենված են խորամանկության վրա, հենված են թշնամանքի վրա, դաժանության վրա եւ այլն եւ այլն։ Եվ սա ուրեմն խոսքը գնում էր այդ բանի պատոп մինոպե ջրհեղեղի ջրերի մասին, չէ՞։ Եվ մենք տեսնում ենք, որ աշխարհում կան այդպիսի սուրբ գրվածքներ եւ ոչ միայն սուրբ գրվածքներ, որտեղ նկարագրվում է ջրհեղեղ, համաշխարհային ջրհեղեղ, երբ որ այդ ջրհեղեղի հետևանքում ջրի տակ են անցել շատ ու շատ քաղաքակրթություններ։ Եվ մենք կարողանում ենք հասկանալ, որ այստեղ արիացիները իրենք մեզ հուշում են, որ ամեն անգամ, երբ համենայն դեպս մեր բոլորակի վրա խոսենք, որտեղ այստեղ խոսակցությունը տիեզերքի մասին է, բայց խոսակցությունը ինքը գնում է դրա մասին, որ ամեն անգամ, երբ ինքը բնություն է կամ ինքը Աստված, ինչ-որ մի բանը, այդպես էլ ինչ-որ կա զարգացման ինչ-որ մի աստիճանը ուզում է, այսպես էլի, այսպես մինչև վերջ ոչնչացնի, տեղի է ունենում ջրհեղեղ, այսինքն նա միշտ օգտագործում է ջրի տարերքը, այսինքն պրոստո ամեն ինչը ընկավ ջրի տակ և ուղղակի վերացավ, և եկեք, ով որ մնաց կենդանի, զրոյից նորից սկսեք, հասկանում եք, չէ՞, և հիմա ուրեմն Տեր Բրահման ինքը նկարագրում է, որ այդ անհանգիստ սարսափելի ալիքների մեջ, որոնք իրենք անհանգստացնում են բոլոր կենդանիակներին, երբ որ այդպես սկսում են իրենց նախասահմանումը իրականացնել, բայց իրենք իզորու չեն խախտել Գերագույն Աստծո աստավորության հանգիստը։ Ինչու՞։ Որովհետև իրականում, չէ, այդ ուրեմն ջրհեղեղը ինքը իրականացվում է որպես պատասխան կենդանիակների այդ ատելության, նախանձի, ագահության, ջղայնության, դաժանության, անարդարության հիմքի վրա գործած գործողությունների հետևանքն է։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը բացարձակ անմեղ անձնավորություն է, և այդ պատճառահետևանքային օվկիանոսը ինքը չի կարող նրան որևիցե անհանգստություն պատճառել։ Հաջորդ պնդումը, որը արեց Տեր Բրահման, ինքը այսպես շատ զարմանալի պնդում է։ Ընդհանրապես այս թեման ինքը մարդկության կողմից շատ տարբեր ինտերպրետացիաներ է ստանում, ինչու համար, որովհետև ինքը կենդանին, որը այստեղ ուրեմն հիշատակվում է, չէ, մարդկության կողմից ընկալվում է շատ երկակի։ Կա մի տեսանկյուն, որ օձերը իրենք իմաստության, ուրեմն մարմնավոր իմաստության սիմվոլներն են։ Կա մի ուրիշ տեսանկյուն, որ օձերը իրականում իրանք թունավոր, իրանք իրոք թունավոր կենդանիակներ են, որոնք իրենք մարմնավորում են ամեն տեսակի վատը, չէ՞։ Ուրեմն այսինքն սա շատ հակասական կերպար է և շատ տարօրինակ է, որ արիացիները իրենք այսպես և Մահաբհարատայում և ամենտեղ համառորեն պնդում են, որ օձերը իրենք շատ որոշակի կապ ունեն ուրեմն Գերագույն Աստծո անձնավորության հետ։ Եվ տեսեք, մենք տեսնում ենք, չէ, որ այդ նույն օձի գաղափարը
կա եւ հրյաների, չեմ կարող ասել, աստվածաշնչում, այսպես ասենք, չէ, որտեղ իրանք հենց այդպես էլ նկարագրում են, որ Ադամին եւ Եվային բանից, անմեղությունից զրկեց օձը։ Այստեղ հիմա նկարագրվում է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը պառկած է մի պատկերավոր այսպես անկողնու վրա, որը ինքը կազմում են օձերը, իրականում մի օձ։ Հա? Ուրեմն սա ինքը շատ այսպես անսովոր, մեզ համար շատ անսովոր նկարագրություն է եւ իհարկե հասկացողություն է պահանջում, հա? Այսինքն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը մի կողմից կարող ենք ասել, որ ցուցադրում է, որ այդ անսովոր այդ բանը լոժը, որտեղ ինքը պառկած է, էլի այդ օձը ինքը իրականում կարող էր այդ մեծ ալիքների նման լինել ուղղակի շատ կոնկրետ վտանգ, չէ՞, բայց երբ որ խոսքը գնում է Գերագույն Աստծո ազնվորության մասին, այդ նույն օձը, որը ինքը կարող է լինել շատ վտանգավոր սովորական կենդանիակների համար, դառնում է դրա հանգստի վայրը։ Հա? Այսինքն այն ամենը, ինչ կենդանի էակի համար հանդիսանում է վախի աղբյուր, այստեղ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը դեմոնստրացիա է անում, որ ինքը բացարձակ իշխանություն ունի այն երևույթի վրա, ինչից որ նյութական աշխարհում ապրող կենդանիակները ուրեմն վախենում են կամ սարսափում են։ Հիմա ինչի մասին է խոսքը ընդհանրապես։ Օձերը իրենք դիտարկվում են նաև որպես նախանձի եւ նախանձի հիմքի վրա թշնամանքի մարմնավորումներ կամ սիմվոլներ, հա? Գերագույն Աստծո ազնվորությունը, կներեք, արիացիները, մենք սա բազմիցս քննարկել ենք, չէ՞, քննարկում են այդ խնդիրը, որ իրականում ամեն կենդանիակ ունի իր պատմությունը, որի հիմքի վրա, որի պատճառով ինքը եկել է այս նյութական աշխարհ, եւ այդ ուրեմն պատմությունը ինքը անպայման կապված է կամ Գերագույն Աստծո ազնվորության հանդեպ նախանձի թեմայի շուրջ, թեմային հետ, կամ ուրեմն ուրիշ մաքուր հոգիների այդպես էլի պահվածքի կամ, չգիտեմ, դիրքի հանդեպ նախանձի բանը, նախանձի խոսակցություն, էլի, նախանձի թեմայի հետ։ Հիմա տեսեք սիրելիներ, չէ, այսինքն մենք այստեղ տեսնում ենք, որ իսկ Գերագույն Աստծո ազնվորության համար այդ նույն օձը ինքը ուղղակի իր ծառայում է իրեն որպես անկողին, որտեղ ինքը հանգիստ քնած է։ Այսինքն կարելի է ասել, պատկերավոր կարելի է ասել, որ այդ օձը Գերագույն Աստծո ազնվորության կողմից սանձահարված է, չէ՞, եւ գտնվում է նրա ղեկավարության տակ, եւ ոչ միայն գտնվում է նրա ղեկավարության տակ, այլև ծառայում է նրան։ Հա? Հիմա ինքը Տեր Բրահման, ինքը ինչ-որ մի պատճառի մասին խոսած, թե ինչու է Գերագույն Աստծո ազնվորությունը հենց այդ օձերից կազմված անկողնու վրա պառկած, եթե կարելի է այդպես պատկերավոր ասել, չէ՞։ Ինքը ինչ ասեց։ Ինքը ասեց, որպեսզի դու ցուցադրես նրանց, ովքեր բանականություն ունեն, թե ինչքան քաղցր է քո քունը։ Եվ մենք հասկանում ենք, որ սա ինքը շատ խորը եւ շատ միստիկական հայտարարություն է, որը ինքը կարողանում ենք հասկանալ, որ այս թեման հիմա այստեղ քննարկվում է, ոչ թե ինչ-որ այդպես էլի, ինչ-որ արտաքինից ինչ-որ իր հզորությունը ցուցադրելու համար, չէ՞, այլ
Տեր Բրահման ինքը ասեց, սա բացահայտում է բանականություն ունեցողների համար։ Հասկանում եք, հա? Եվ այդ իմաստով, չէ, մենք կարողանում ենք տեսնել, որ եթե մենք համարում ենք օձը որպես բան, որպես այդ թույնի նախանձի մարմնավորում, չէ, եւ արիացիները իրենք պնդում են, որ կենդանիակները իրենք գալիս են նյութական աշխարհ, ուրեմն նախանձի հիմքի վրա, չէ, ապա մենք կարողանում ենք տեսնել, որ բանականություն ունեցողների համար այդ դիրքում Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը դեմոնստրացիա է անում, թե իրականում ինչքան է իր համար անվտանգ կենդանի էակների նախանձը կամ նրանց թունավոր վերաբերմունքը իր հանդեպ, հա, եւ Տեր Բրահման ինքը ավարտեց նրանում, որ այդ քո քաղցր հանգիստ քնի մեջ, այդ վտանգավոր եւ տագնապալից իրավիճակի մեջ, բոլոր մոլորակները դիեզերքի գտնվում էին քո որովայնի մեջ։ Այսինքն Տեր Բրահման ինքը ավարտեց նրանով, որ ինքը հասկանում է, հիմա շատ կարևոր է, որ այդ տիեզերք կոչվածները, իրանք ոչ թե ինչ-որ առանձին ինչ-որ մի բան են, որ Գերագույն Աստծո ազնվորությունը վերցրեց ու պատրաստեց, այլ իրանք գտնվում են ըստ արիացիների Գերագույն Աստծո ազնվորության որովայնի մեջ։ Հասկանում եք։ Այսինքն, տեսեք, մի կողմից, չէ, այդ տիեզերքը ինքը մեզ համար մի անծայրածիր մեծություն է, չէ, բայց Գերագույն Աստծո ազնվորության համար միլիոնավոր այսպիսի տիեզերքներ իր որովայնի մեջ սպասում են իրենց արտահայտման ժամանակին։ Հասկանում եք։ Եվ ուրեմն, սա Այսպես, եթե մենք նախադասություններով ուրեմն դիտարկենք, թե ինչ թեմաներ է դիտարկում այս տեքստը։ Հա, հիմա տեքստը ինքը ուներ, այսպես էլի, բան կերպարներ, չէ, ինչ որ ключевой բան էլի կարևոր ինչ որ բառեր կային, չէ։ Ուրեմն առաջի գաղափարը, որը ինքը կարևոր էր, դա Գերագույն Աստծո ազնվորության քունն է։ Հասկանում եք, որովհետև սովորաբար կենդանի, եւ սա շատ խորը թեմա է, որովհետև սովորաբար կենդանիակները իրանք երբ որ քնում են, դա մի իրավիճակ է, երբ որ կենդանիակը ինքը ընդհանրապես այդ պահին տեղյակ չի։ Ինքը տեղյակ չի ոչ արտաքին կյանքից, ոչ իրավիճակից այդ արտաքին աշխարհում, չէ՞։ Այսինքն դա բացարձակ ղեկավարությունը կորցրելու իրավիճակ է։ Հա, իսկ Գերագույն Աստծո ազնվորության քունը ինքը նկարագրվեց որպես ինքնաբավության կերպար, հա։ Այսինքն ինքը քնած է ոչ թե նրա համար, որ իրան այդ վերականգնողական ինչ-որ պրոցեսներ դեմ պետք իր մարմնի մեջ, չէ, եւ դրա համար ինքը ինչ-որ պիտի անջատվի, որպեսզի ինքը ոչ մի բանով զբաղված չլինի, որ մարմինը կարողանա իրան վերականգնել, չէ, այլ նույնիսկ մնալով քնած վիճակում, այդ որ ասես որովայնի մեջ, ինչպիսին է նկարագրվում Աստված, որ նույնիսկ մնալով այդպիսի քնած վիճակում, ինքը մեկ է մնում է բոլոր կենդանի էակների եւ ամենի ընդհանրապես աղբյուրը։ Հա։ Մենք ուրեմն խոսեցինք դրա մասին, որ ուրեմն հաջորդ այսպես շատ կարևոր գաղափարը դա ջրհեղեղի ջրերն են, չէ՞, եւ սովորաբար դա քաոսի, հա, քաոսի եւ նյութական աշխարհի հզորության նրա ամեն ինչը ոչնչացնելու ունակության սիմվոլն է սա, չէ՞։ Երբ որ խոսքը գնաց մյուս կարևոր բանը դա ուրեմն բանն էր, օծերից բաղկացած անկողինը, չէ՞։ Եվ այստեղ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը դա է ցույց տալիս, որ նույնիսկ ուրեմն այդ քայքայման ու
ուժը, վախը, չէ, ասենք ժամանակի բանը, ֆակտորը, տիեզերքի հզորությունը, հա, իրանք ամեն ինչը ենթարկված է իրեն եւ իրեն է ծառայում։ Մենք ձեզ հետ արդեն խոսել ենք այդ Արարչի մենության բանի հետ, բանի շուրջ, վիճակի շուրջ, չէ, որտեղ այստեղ արդեն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը պառկած է մենակ։ Հոգեբանական տեսանկյունից մենք ձեզ հետ զրուցել ենք նրա մասին, որ երբ որ խոսքը գնում է այն կենդանեակների մասին, որոնք իրենք ծնվում են նյութական աշխարհում, խոսքը գնում է նրանց մասին, ովքեր որ չեն ընդունում հոգևոր աշխարհի իրականությունը։ Ինչ է դա նշանակում։ Նրանք չեն ընդունում, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ունի ընտրյալ հոգիներ, որոնց ինքը մի փոքր ավելի շատ է սիրում, եթե կարելի է այդպես ասել, քան մնացածին, որոնցից ինքը կապված է, որոնցից ինքը կախված է եւ այդ ամեն ինչի մեջ բացարձակ երանելի է։ Երբ որ կենդանիակները նախանձում են կամ Գերագույն Աստծո ազնվորությանը կամ նրա նվիրալներին, Գերագույն Աստծո ազնվորությունը, երբ որ ինքը համաձայնվում է նախանձ կենդանիակներին տարածք տալ, որպեսզի իրանք այդտեղ իրականացնեն իրենց նախանձը, չէ՞, ինքը երբ որ մտնում է մեդիտացիայի մեջ, թե հիմա իրանից ինչ է պահանջվում, հա, դա վերջի հասկացողությունն է, որ գալիս է, որ նախանձ կենդանիակները ուզում են տեսնել, որ Աստված չունի անձնական կյանք, որովհետև եթե ինքը ունի անձնական կյանք եւ այդ կենդանիակները իրենք այդտեղ ինչ-որ շատ կարեւոր իրենց համար դեր չեն զբաղեցնում, հա, ապա իրենք, եթե շատ կոպիտ ասեմ, ատելությամբ են լցվում այդ իրականության հանդեպ։ Եվ որպեսի արարի նյութական աշխարհը, հա, եւ հնարավորություն տա նախանձ կենդանիակներին, ուրեմն, այսպես էլի, մոռանալ ընդհանրապես, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը անձնական կյանք ունի, որ հոգևոր աշխարհը ինքը ահավոր բազմազանության աշխարհ է, որտեղ տարբեր տեսակի հարաբերություններ կան եւ այլն, Գերագույն Աստծո ազնվորությունը այդ ամեն ինչից հրաժարվում է եւ դառնում է մենակ։ Պառկում է այդ ուրեմն անհանգիստ ջրհեղեղի ջրերի մեջ, որտեղ ահռելի ալիքները քաոս են ստեղծում եւ քաղցր քնած է օձերի վրա։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն այստեղ ցույց է տրվում, որ նույնիսկ կենդանիակների այդ նախանձը ինքը ենթարկված է Գերագույն Աստծո ազնվորությանը եւ այն ամենն ինչ տեղի է ունենալու նյութական աշխարհում ծառայում է Աստծուն։ Հաջորդ թեման դա տիեզերքներն էին Գերագույն Աստծո ազնվորության որովայնի մեջ։ Այստեղ իրականում նկարագրվում է, որ Գերագույն Աստծո ազնվորության մարմինը ինքը իրականում ահռելի չափեր ունի եւ կարող է իր մեջ ներգրավի տիեզերքներ, հա։ Միշտ մարդը ինքը այսպիսի արգումենտ է առաջ քաշում, որ ասենք վայ բան, այսինքն ինչպես այս անծայրածիր տիեզերքը այդ Աստված այդ ինչ չափեր ունի, որ այս ամեն ինչը իր մեջ տեղավորի, չէ՞, եւ ես միշտ բերում եմ նույն խոսակցությունը։ Այո, որ ասվում էր, որ այն ինչ վերևում է, այն ներքևում է, այն ինչ դրսում է, այն ներսում է, չէ՞։ Սա իրականում այդ թեմայից է։ Ինչպիսի չափեր ունի իմ մարմինը իմ մարմնի մի մոլեկուլի համար։ Եվ ինչպիսի հեշտությամբ եմ ես միլիոնավոր այդպիսի մոլեկուլներ
պահում իմ մաշկի տակ։ Չէ՞։ Այսինքն ինքը այդքան էլ դժվար չի հասկանալ։ Հասկանում եք, որ իրականում դա եսի ինչ չի էլի, ուղղակի որ մենք տակից ենք նայում, մեզ դա թվում է եսի ինչ։ Հիմա եթե իմ մարմնի մոլեկուլի վրա կյանք կա, իսկ դուք կասեք, եթե կյանք կա, միկրոսկոպով նայում ենք, ո՞նց չենք տեսնում։ Չէ՞։ Ես էլ կասեմ, իսկ հիմա պատկերացրեք, որ այս տիեզերքը ինքը Աստծո մարմինն է, մենք էլ իր մեջ ենք ու այդ դեպքում, չէ, ինքը մոլեկուլը դա արևն է եւ իր շուրջ պտտվող բաները, չէ։ Այսինքն ядրոն երևում է որպես արևը, չէ։ Ով է տեսնում, թե իոնի վրա ինչ կա։ Այդ չափերի իմաստով դա բացարձակ նույն բանն է, չէ, երբ որ մենք դրսից ենք նայում։ Այո, երբ որ ներսից ենք նայում, մեր բոլորակը մեզ թվում է ինչ-որ մի հատ շատ այսպես կարևորված երևույթ, արժևորված երևույթ։ Բայց երբ որ մենք մի հատ դրսից, այդ տիեզերական մասշտաբից նայենք, մեր մոլորակը ընդհանրապես ինչ է։ Մի հատ կորած, մոլորած իոն էլ չի։ Հասկանում եք։ Չէ՞։ Ուրեմն դրա համար այդ որ իրանք խոսում են դրա մասին, որ տիեզերքը ինքը գտնվում է Գերագույն Աստծո ազնվորության որովայնի մեջ, դա ինչ-որ եսի ինչ խոսակցություն չի էլի, որը հնարավոր չի պատկերացնել, չէ՞։ Ուրեմն իրականում տեքստի կառուցվածքի տեսանկյունից, եթե նկատեցիք, սա բավականին համխորիմաստ տեքստ էր, բայց համ էլ գեղեցիկ էր, հա։ Այսինքն մի կողմից այս տեքստը ինքը նկարագրում էր իդեմս այդ բանի պատոп ջրհեղեղի ջրերի քաոսը, չէ։ Մյուս կողմից նկարագրում էր Գերագույն Աստծո ազնվորության հանգիստը, իսկ երրորդ կողմից նկարագրում էր տիեզերքների կախվածությունը իրենից, չէ։ Եվ տեսեք, ասենք, այդ պատկերացրեք արտաքինից այդ տեսարանը։ Հիմա ինչ է տեսնում Ռահման։ Ինքը տեսնում է այդ տիեզերական ջրհեղեղի ջրերը։ Դուք պատկերացնում եք, դա ինչ ահռելի բան է, չէ։ Ուրեմն այդ տիեզերական ջրերն է տեսնում։ Օրինակ, իմ մարմնի այդ իոնի համար ինչ է իմ արյունը։ Սարսափելի ահռելի բան չէ։ Հասկանում եք։ Եվ ուրեմն արտաքինից նկարագրվեց, որ Տեր Բրահման ինքը տեսնում է այդ ջրհեղեղի ջրերը, չէ, այդ ահեղ ալիքները, որոնք իրանք այսպես գնում գալիս են, չէ, օձեր, չէ, եւ այսինքն ինքը տեսնում է, որ իրականում այդ աշխարհը ինքը շատ այսպես խախուտ հիմքի վրա է, էլի, հա, բայց մեջտեղում բարկած է Գերագույն Աստծո ազնվորությունը, եւ այդ օծը ինքը չի խեղդվում այդ ջրերի մեջ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ինքն էլ այսպես ինչ-որ քաղցր քնի մեջ է։ Սա ինչ է նշանակում, որ իրականում Գերագույն Աստծո ազնվորության համար քաոսը ինքը այն իմաստով քաոս չի, ինչ իմաստով, որ ինքը քաոս է մեր համար։ Հասկանում եք։ Որովհետև կենդանիակների համար, որոնք ապրում են նյութական աշխարհում, քաոսը դա սարսափելի ուժ է։ Ու այն ինչ որ մեզ համար կատաստրոֆա է, հա, իր համար դա ընդամենը այդ տիեզերական ցիկլերի ինչ որ մի հատ բան էլի ընթացք է։ Մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը նկարագրում է Գերագույն Աստծո ազնվորությանը այդ դիրքում, այնպես որ ինքը չի պայքարում այդ ալիքների հետ։ Նույնիսկ կարիք չունի փորձել այդ ալիքներից փրկվել։ Հա, ինքը չի փորձում պահպանել աշխարհը,
ինքը ուղղակի իր համար հանգիստ պարկած է։ Հասկանում եք։ Այսինքն ինքը իր վրա ոչ մի փոփոխություններ չի կրում։ Ոչ այն ժամանակ, երբ որ ինքը արարում է նյութական աշխարհը, ոչ էլ այն ժամանակ, երբ որ նյութական աշխարհները սկսում են ավիրվել։ Հասկանում եք։ Եվ ինքը դրանից չի փոքրանում։ Հա? Հակառակը, երբ որ սկսվում է նյութական աշխարհի վերացումը, հա, հենց այդ ժամանակ է, այսպես էլի պարզ երևում, որ նյութական աշխարհը ինքը իրանով չի, կոպիտ ասած, օթում, չէ, որ դիեզերքներ իրանք օթում են, չէ, պրաստրաստի, օթում չէ, հայերեն չգիտեմ, էլի կներեք, հա, հասկանում եք, չէ, եւ մի այսպես էլի մարդը եթե ինքը մի քիչ լուրջ մտածի, չէ, ինքը միանգամից կհասկանա, որ այն հաստատունությունը, որը կա օթում կախված օբյեկտների հանդեպ կամ իրանց հետ այդ հաստատունությունը, որը կա, չէ, ինքը նյութական աշխարհին չի պատկանում, որովհետև այդ հաստատունությունը ինքը այդ հաստատունության հիմքը գերագույն Աստծո անձնավորությունն է։ Հա? Եվ այստեղ հատկապես եւ մի կողմից գեղեցիկ էր եւ մի կողմից շատ, այսպես էլի, ուսուցանող էր, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ցուցադրում է բանակալություն ունեցողներին, թե ինչքան քաղցր է իր քունը։ Հա, այսինքն սա այս պահին Տեր Բրահման ինքը տեսնում է, որ ոչ թե գերագույն Աստծո անձնավորությունը իրեն դեմոնստրացիա է անում բանը, թե տիեզերքի կառուցվածքը ինչպիսին է, այլ ինքը այդ դիրքով հիմա Տեր Բրահմային ինքը ինչ-որ բան է հասկացնում, որը կարող է տեսնել կամ հասկանալ այն կենդանիակը, որը ինքը բանականությունից ուժեղ է։ Իսկ մենք ձեզ հետ քննարկել ենք, որ Տեր Բրահման ինքը բանականության մարմնավորումն է։ Հա? Այսինքն ինչ է հիմա ցույց տալիս գերագույն Աստծո անձնավորությունը։ Ինքը ցույց է տալիս, որ բարձրագույն իրականությունը ինքը լարվածության մասին չի։ Դա խոսակցություն չի պայքարի մասին կապված, հա? Այսինքն մենք տեսնում ենք, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը լարված չի, թեկուզ իր շուրջը շատ լարված իրավիճակ է, ինքը չի պայքարում, հա, այնպես ինչպես պայքարում են կենդանիակները, որպեսզի հաղթահարեն նյութական աշխարհի արհավիրքները, հա, իր մեջ ընդհանրապես ոչ մի տեսակի այդ պանիկա կոչվողը չկա, հասկանում եք, հա, եւ հակառակը ինքը բացարձակ հանգստության մեջ է հաստատված, հա, եւ այդ այն ինչ որ ասվեց վերջում, չէ, որ դիեզերքները քո որովայնի մեջ են, այսինքն ինչպես էր տեսնում Տեր Բրահման, չէ, դա այն եզրափակում է թեման, էլի, թե իրականում ասենք գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ինչ հզորության Տեր անձնավորություն է, հա, այսինքն նույնիսկ այն ժամանակ, երբ որ արտաքինից թվում է, որ ամեն ինչը հիմա այսպես էլի կարող է խորասուզվել, կորչել ընդհանրապես անդունդի մեջ, հա, իրականում գտնվում է գերագույն Աստծո անձնավորության այդ էլի լիակատարության պալնացենցտ, էլի, պալնատա, ոնց ասեմ հայերեն, հասկանում եք, այսինքն ոչ մի բանը գերագույն Աստծո անձնավորությանը չի խանգարում եւ բոլոր պարագաներում կենդանիակները իրանք նախանձում են իրան, չեն նախանձում, գալիս են նյութական աշխարհ, մնում են հոգեվոր աշխարհում, ինչ են անում գերագույն Աստծո անձնավորության
հանգստությունը, նրա ինքնաբավությունը, այն որ ամեն ինչը գտնվում է իր ղեկավարության տակ, այդ դա չի կորում երբեք եւ ոչ մի բան գոյություն չունի իրանից առանձին։ Հասկանում եք, հոգեբանական տեսանկյունից իհարկե այս բոլոր տեքստերը, որը արտասանում է Տեր Բրահման, իրանք շատ կարևոր տեքստեր են, հա, ինչի եւ որն է կարևորությունը այս տեքստի, ինքը ցույց է տալիս, թե ինչքան է մարդը ինքը սխալ գնահատում ընդհանրապես գիտական աշխարհի իրականությունը։ Տեսեք, հերո չգնանք, այն մենք հիմա նստած ենք մեր մոլորակի վրա, չէ՞։ Մեզանից ոչ մեկ չունի այդ զգացումը, որ մենք իրականում դստած ենք մի ահռելի, բայց փսոր, այդ տիեզերքի համեմատ մի հատ փսորի վրա, որը ուղղակի օդի մեջ կախված է, չէ՞։ Բայց մենք օրինակ մենք էլ որովհետև երկրագնդի հանդիպենք փսոր, չէ՞։ Երբ որ մենք կանգնած ենք հողի վրա, մենք մեր ոտքերի տակ զգում ենք մեզ այսպես հողակցված, պինդ ոտքերի վրա կանգնած։ Բայց իրականում մոլորակը, որի վրա մենք ապրում ենք, ինքը օդում կախված է, չէ՞։ Եվ կենդանիակը ինքը դա երբեք չի զգում։ Մեզանից ով է զգում, որ մոլորակը ինքը մեծ արագությամբ պտտվում է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հենց որ տարերքները իրանք մի քիչ խախտվում են, չէ՞, կենդանիակը միանգամից կամ մարդիկ իրանք միանգամից մտնում են բանի մեջ, տրիվոգա, անհանգստության մեջ, չէ՞։ Մարդիկ իրանք միանգամից մտածում են, որ հիմա կսկսվի ինչ-որ ավիրվածություններ եւ հանգիստ կյանքը կավարտվի, հանգստությունը ինքը կդառնա անհնար։ Ինչու՞։ Որովհետև երբ որ կա վտանգ, այդ վտանգը ինքը կենդանիակի ղեկավարությունից դուրս է։ Հա, եւ եթե կա վտանգ, բացարձակ անհնար է երանությունը։ Հա, հիմա տեսեք, իսկ այս տեքստով Տեր Բրահման ինքը այսպես 180 աստիճան փոխում է Գերագույն Աստծո անձնավորության դիրքը։ Հասկանում եք, եւ ինքը ինչ է ցույց տալիս, չէ՞, որ երբ որ մենք գործ ունենք արդեն հանգստության աղբյուրի հետ, հա, այդ աղբյուրը ինքը իր հանգստությունը ընդհանրապես ոչ մի կախվածություն չունի արտաքին եւ ոչ մի բանից։ Այսինքն Տերը Արարիչը հիմա այս պահին ինքը պարկած է այնպիսի մի սիտուացիայի մեջ, որտեղ ոչ մի կենդանիակ այդ սիտուացիայի մեջ չէր կարող ինչ-որ բան էլի, այսպես քաղցր քնի մեջ լիներ։ Հասկանում եք։ Այսինքն, եթե օրինակ հիմա պատկերացրեք, որ մենք հայտնվեցինք, չգիտեմ, Աստվածոջանի բան, օվկիանոսի կենտրոնում եւ այնտեղ այ ձիվյատի վալ։ Հա։ Մենք կարող ենք հանգիստ լինել, իհարկե ոչ։ Միանգամից ամբողջ իրադրությունը կվերածվի կյանքի պայքարի։ Եվ սա այս տեքստը ինքը ցույց է տալիս, որ իսկ Գերագույն Աստծո ազնվորության համար դա այդպես չի։ Հասկանում եք։ Եվ այդ հոգեբանական տեսանկյունից տեքստը ինքը մի շատ կարևոր դաս է տալիս այն մարդկանց համար, ովքեր որ հոգևոր առաջընթաց են ուզում։ Այսինքն ինքը ինչ է ցույց տալիս։ Ինքը ցույց է տալիս, որ իրական հանգստությունը, հա, գիտեք, ասեք, տեսեք, սովորական մարդը ինքը մտածում է, որ հանգստությունը կարող է լինել միայն լավ պայմանների դեպքում։ Հիմա այս տեքստը ինքը ցույց է տալիս Գերագույն Աստծո անձնավորության կերպարը, որպես մի անձնավորություն, որի շուրջ շատ անբարենպաստ պայմաններ են, բայց ինքը մնում է հանդարտ վիճակում։
Հասկանում եք, այսինքն որ իսկական ներքին հանգստությունը շանտին, հա, դա մի այնպիսի իրավիճակ է, որ եթե նույնիսկ շուրջը ամբողջ աշխարհը փլուզվում է, այդ ներքին հանգստությունը ինքը չի վերանում։ Հաջորդ գաղափարը, որը ինքը շատ հետաքրքիր էր, շատ իրականում, որի խորությունը մենք մի փոքր անց կգիտակցենք, դա նա էր, որ Տեր Բրահման ինքը ասեց, որ Գերագույն Աստծո ազնվորության այդ քնի վիճակը, այդ որ այդ քունը ինքը քաղցր է, դա նախատեսված է բանականների համար։ Այսինքն ինքը ինչ ուզեց ասել։ Առաջի հերթին ինքը ուզեց ասել, որ այս կերպարի մեջ ամեն մեկը չի, որ գեղեցկություն կտեսնի։ Հա? Այսինքն տգետը կամ քիչ այդպես թույլ բանականություն ունեցողը ինքը այս տեքստի մեջ կտեսնի առաջին հերթին տարօրինակություն, երկրորդ հերթին ուրեմն վտանգ, երրորդ հերթին ինչ-որ մութ բաներ, չէ, ասենք օձեր, չգիտեմ, այնտեղ ջրհեղեղ, եսի միջ, չէ, իսկ բանականություն ունեցողը ինքը կտեսնի Աստծո մեջ բացարձակ անվտանգությունը, բարձրագույն ինքնաբավարարվածությունը, հա, եւ հանգստության կատարելությունը, որը կախված չի ոչ մի տեսակի պայմանից։ Հասկանում եք, ինչ վերաբերվում է սրտի մաքրագործման տեսանկյունից, չէ՞։ Ուրեմն այս տեքստը ինքը աշխատում է այդ ստաբիլության բացակայության հանդեպ վախի հետ։ Հասկանում եք, որտեվ սովորաբար կենդանիակը ինքը ունի այդպիսի մտածելակերպ, որ ես հանգիստ եմ, քանի դեռ աշխարհը կանխատեսելի է։ Այսինքն քանի դեռ ես ամեն օր գիտեմ, որ օրինակի համար քնելու եմ այս բնակարանում եւ զարթնելու եմ այստեղ, հա, ես գիտեմ, որ հանգիստ վաղը նույնպես օրինակի համար ասենք ձայնագրելու եմ դասախոսություն, ապրելու եմ իմ սովորական կյանքով եւ ամեն օր լինելու է այնպես, ինչպես դրա նախորդ օրներ։ Եվ կենդանիակը ինքը մտածում է, որ ինքը կարող է լինել հանգիստ միայն այդ պայմաններում։ Եվ այս տեքստը, եթե մենք իրար շուրջ մտածում ենք, չէ, այսինքն ինչ է նշանակում մտածում ենք, մենք հարցադրում ենք կատարում ինքներս մեզ։ Ինչպես է Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը պահպանում հանգիստ այնտեղ, որտեղ արտաքինից ոչ մի կանխատեսելի բան չկա։ Հասկանում եք։ Հիմա այդ քնելու վիճակը, տեսեք, դա մի վիճակ է, երբ որ կենդանիակը ինքը արտաքին աշխարհը բաց է թողել, չէ՞։ Օրինակ տեսեք, սովորական մարդը ինքը միշտ մտածում է, որ որպեսզի ամեն ինչ լինի հանգիստ, ես պիտի ամեն ինչը ղեկավարեմ, չէ՞։ Օրինակ, ես շարունակեմ իմ օրինակը, հա։ Այսինքն, այդպեսի ես վստահ լինեմ, որ իմ կյանքում ամեն ինչ պիտի նորմալ լինի, ես պետք է ունենամ իմ տունը, որտեղ ես փակում եմ իմ դուռը, հա, ապահովելով դրանով ինձ պաշտպանելով արտաքին աշխարհից, չգիտեմ, ապահովելով ինձ կերակուր, չգիտեմ, էլեկտրականություն, այս մյուսը, չէ, այսինքն իմ ղեկավարության տակ պիտի պահեմ եւ իմ ներկան եւ իմ ապագան, հա։ Իսկ տեքստը ինքը նկարագրում է Գերագույն Աստծո ազնվորությանը, որը քաոսի մեջ ոչ մի բան, ոչ մի ճիգ չի գործադրում, որպեսզի պահպանի իր հանգստությունը, բայց իր հանգստությունը ինքը ուղղակի կա։
Հասկանում եք։ Եվ այսա ինքը եթե խորն այդ համար Բրահման ասեց բանականություն ուժեղ մարդկանց համար է այս կերպարը, հա, որտեղ ինչ է անում այս կերպարը։ Ինքը այդ դա է անում, հասկանում եք, այդ հիմքն է ոտքի տակից անում, որ հանգիստ լինելու համար պարտադիր չի իրավիճակը ղեկավարել։ Հասկանում եք։ Այսինքն կենդանեակը ինքը նյութական աշխարհում սիրում է այսպես էլի երևացող կարգ ու կանոն։ Այդ գաղափարի սիրահարները այդ երևացող կարգ ու կանոնը կոչում են մատրիցա։ Հա, հիմա ուրեմն կենդանեակը ինքը սիրում է այդ արտաքինից կարգ ու կանոնի ուրեմն տեսարանը։ Հա, իսկ այս տեքստի մեջ մենք տեսանք, որ ոչ մի կարգ ու կանոն չկա, աշխարհը ինքը ջրհեղեղի ուրեմն այդ ալեկոծված ալիքների տակ է, բոլոր տեսակի ֆորմաները իրենք կորած վիճակում են, հա, եւ այդ ժամանակ է, որ կենդանեակը ինքը իրականացնում է, որ իրական հաստատունությունը ինքը արտաքին ձևերից կախված չի։ Սա շատ կարևոր եւ իմաստունի տեսանկյուն է, որով աստավորությունը ինքը նայում է այս աշխարհին։ Որովհետեւ պայմանավորված վիճակում կենդանեակի մտքի համար աշխարհի փլուզումը դա վերջն է։ Իսկ հոգևոր հայացք ունեցողների համար կամ հոգևոր տեսանկյունից նայողների համար ոչ։ Հասկանում եք։ Ինչու՞, որովհետև իրանք պարզ հասկանում են, որ նույնիսկ երբ որ իշխում է ջրհեղեղը, ամեն ինչ իր հանգիստն է գտնում գերագույն Աստծո անձնավորության մեջ։ Հասկանում եք, եւ այս գաղափարը, եթե դրա շուրջ լուրջ եք մտածում, չէ, ինքը իրականում շատ փոփոխում է մեր վերաբերմունքը բոլոր տեսակի այդ ոչնչացման process-ների հետ կապված։ Հա, հիմա ուրեմն ինչպես միշտ մենք հասկանում ենք, որ տեքստը, այսինքն այս տեքստերը իրենց կարելի է ընկալել, կարելի է կարդալ որպես բան, ասեք, կարելի է կարդալ շատ բան տեսանկյունից, էլի, սխալ մոտեցման, այսինքն երբ որ տեքստը ինքը ընկալվում է սխալ եւ հետեւաբար չի կարողանում ծառայել կարդացողի հոգևոր զարգացմանը։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն ինչի մասին է այստեղ խոսքը։ Խոսքը գնում է նրա մասին, որ այս տեքստերը իրենք, եթե անձնավորությունը ինքը սխալ է կարդում, ինչի մասին է, ինչ տպավորություն է տեքստը իր վրա թողնում։ Տեքստը իր վրա թողնում է այդպիսի տպավորություն, որ այստեղ ուրեմն նկարագրվում է, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը նույնպես քնած է, ինչպես քնած են լինում բոլոր կենդանեակները եւ քնած վիճակում եւ բոլոր կենդանեակները իրանց համար այդ քունը շատ քաղցր իրավիճակ է, մի պայմանով, եթե իրանք վատ երազ չեն տեսնում։ Հասկանում եք, բայց այստեղ ուրեմն այդ քնի տակ հասկացվեց այդ երանելի հանգստության վիճակը, այլ ոչ թե անգիտակից ինչ որ վիճակի մասին էր խոսքը, չէ՞։ Ուրեմն հաջորդ սխալ ընկալումը, որ այստեղ կարող է լինել, դա նա է, որ եթե գերագույն Աստծո անձնավորությունը ինքը քնած է, դա նշանակում է, որ ինքը չի գործում։ Հա, եւ Բրահման ինքը դրա համար ասեց, ես տեսնում եմ, որ թեկուզ եւ դու թվում ես քնած, հա,
բայց բոլոր աշխարհները գտնվում են քո որովայնում։ Հա, եւ երբ որ խոսքը գնում է Գերագույն Աստծո անձնավորության մասին, այո, խոսքը չի գնում նրա մասին, որ եթե ինքը այդ կիսաքուն վիճակում է, հա, ինքը կորցնում է իշխանությունը աշխարհի վրա կամ աշխարհի հանդեպ։ Հա, հիմա եւ հաջորդ սխալ ընկալումը դա նա է, որ այս տեքստում ուղղակի նկարագրված է տարօրինակ, անսովոր տիեզերքի կառուցվածք։ Հասկանում եք, բայց այս տեքստի մեջ այդ տիեզերքի կառուցվածքի տեսանկյունից, կառուցվածքային տեսանկյունից այդ կառուցվածքային թեման ինքը երկրորդական է։ Հա, իսկ որն է կարևոր։ Կարևորը այդ դա է։ Նյութական աշխարհը ինքը անկախատեսելի, այսպես վտանգներով լի աշխարհ է։ Հա? Բայց այդ բոլոր անհանգստությունները, որոնք կան նյութական աշխարհում, ի վիճակի չեն ազդել Գերագույն Աստծո ազնվորության ներքին խաղաղության վրա։ Հասկանում եք, կամ կարելի է ընկալել այդպես, որ ասենք, եթե իրոք դա այդպես է, որ այդ պատճառային օվկիանոսը ինքը այդպես մեծ, այդպիսի ահռելի բաներով է, ասենք, ալիքների մեջ է այս պահին գտնվում, ուրեմն Գերագույն Աստծո ազնվորությանը ինչ-որ վտանգ է սպառնում։ Հա? Հակառակը Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այս տեքստում ուրեմն բացահայտ կերպով ցույց է տալիս, որ եթե նույնիսկ ամբողջ աշխարհները իր շուրջը փլուզվում են, իր հանգիստը մնում է անձեռնամխելի։ Հասկանում եք, այսինքն սա ոչ թե ինչ-որ տիեզերքի հետ կապված ինչ-որ մի հետաքրքիր նկարագրություն է, որտեղ նույն ինչ-որ մեկի համար գեղեցիկ, ինչ-որ մեկի համար ոչ, հա, այլ սա իրականում հանգստության, հա, այդ երանելի քնի, հա, այդ հանգստության մեջ, այսինքն այդ խառնաշփոթ վիճակում հանգստություն պահպանելու մասին է խոսքը գնում, որտեղ կենդանիակը ինքը միշտ պահպանում է իր ներքին հանգստությունը, ներքին ինքնաղեկավարումը, պաշտպանված է, այսպես էլի, предсказуемый այդ իրադարձություններից, որոնք չեն սպասվում, հա, եւ ուրեմն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այս տեքստով ցույց է տալիս այդ օրինակը։ Եթե մենք նայենք տեքստերի կապի տեսանկյունից, չէ, ապա եթե հիշում եք, անցյալ տեքստում Գերագույն Աստծո ազնվորությունը նկարագրվեց Տեր Բրահմայի կողմից, չէ, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը մտնում է աշխարհ, բայց այդ աշխարհից ազդեցություն չի կրում իր վրա։ Մենք քննարկեցինք, որ գունաները չեն ազդում իր վրա, չէ, ասես Տեր Բրահման, չէ։ Հիմա այս տեքստը ինքը շատ ավելի խորն է գնում։ Այսինքն խորն է գնում այն իմաստով, որ ոչ թե միայն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը չի պղծվում այս աշխարհով, երբ որ աշխարհին դիպչում է, չէ, որտեղ գունա դա նշանակում է պղծվածություն, չէ, այսինքն ինչ որ մի թշնամանքով պղծվածություն, տգիտության գոյավիճակի ազդեցության տակ, անարդար կրքերի եւ ատելությունների ազդեցություն, կրքերի գոյավիճակի ազդեցության տակ, հա, ուրեմն իլյուզոր բարիություն, որը կապված է կենդանեակների ոչ իրական մարմնի, այսինքն նյութական մարմնին, չէ՞։ Եվ այստեղ, եթե այնտեղ խոսքը գնում է նրա մասին, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ոչ մի այդ տրամադրություններով չի բացվում, միշտ գիտակցում է իր հոգևոր ուրեմն սկզբունքը, միշտ գիտակցում է կենդանիակների հոգևոր սկզբունքը եւ նրանց հոգևոր մարմինները,
Եվ հիմա այս տեքստը ինքը շարունակում է այդ թեման, որ Գերագույն Աստծո ազնվորությունը այսպես ընդհանրապես կախված չի այս աշխարհի ոչ մի անհանգստությունից։ Այսինքն սկզբից Տեր Բրահման ինքը ասեց. դու չես կեղտոտվում այս աշխարհով, երբ մտնում ես իր մեջ։ Հիմա ինքը ասում է. դու բացարձակապես ինքնաբավարարված ես քո խաղաղության մեջ։ Հասկանում եք։ Եվ այս տեսանկյունից ուրեմն Տեր Բրահման հիմա նախատեսում, այսպես էլի, նախապատրաստում է մի շատ ինքը մեզ մոտեցնում է մի շատ կարևոր գաղափարի ընկալման, որը մենք այ որ ինքը կավարտի, հենց այդ ժամանակ էլ կքննարկենք։ Հասկանում եք։ Այսինքն այստեղ մենք կարողանում ենք տարանջատել սովորական պայմանավորված կենդանի էակի բնությունը, նրա վիճակը, տրամադրությունը, չէ, այսինքն ինքը ինչպես է ազդվում այս աշխարհից, այն դեպքում, երբ որ այս աշխարհը իր մեջ լիքը անհանգստություններ է պատճառում, հա, եւ Գերագույն Աստծո ազնվորության դիրքը, որը ինքը մնում է ղեկավար, մնում է հանդարտության մեջ եւ այս աշխարհի ոչ մի անհանգստություն չի կարողանում ազդել նրա ներքին երանության վիճակի մեջ։ Եվ այսպես այսօրվա տեքստը, որը մենք ձեզ հետ դիտարկում ենք եւ որը արտաբերեց Տեր Բրահման, ինքը խոսում էր դրա մասին, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը գտնվում է ուրեմն կատարյալ քաղցր հանդարտության, հանգստության վիճակի մեջ, նույնիսկ այն ժամանակ, երբ որ արտաքին աշխարհը ինքը խորասուզված է քաոսի մեջ։ Դա այդ օրինակը, ինչպես մենք արդեն քննարկեցինք, ցույց է տալիս բանական կենդանի էակներին, որ ճշմարտությունը ինքը շատ հաստատուն է, որ անվտանգությունը, հա, որ անվտանգությունը ու երանությունը իրանք չեն պատկանում նյութական աշխարհին, այլ պատկանում են Գերագույն Աստծո ազնվորությանը, հա, եւ ամբողջ տիեզերքը, եթե նույնիսկ ինքը գտնվում է այդ ջրհեղեղային ջրերի տակ կամ չգիտեմ ազդեցության տակ, չէ, ուրեմն ընդհանրապես չի կարողանում ոչ մի կերպ ազդել ամբողջ աշխարհների աղբյուրի վրա, Գերագույն Աստծո ազնվորության։ Այսինքն, չգիտեմ ինչքանով ինձ հաջողվեց ներկայացնել, բայց այս տեքստը ինքը հազվագյուտ գեղեցկություն ունի իր մեջ, որովհետև ինքը ոչ թե խոսում է նրա մասին, որ Գերագույն Աստծո թե ինչպիսի գեղեցկություն ունի Գերագույն Աստծո ազնվորությունը, չէ, այլ ներկայացնում է մեզ նրա ներքին հանդարտության վեհությունը։ Հասկանում եք, եւ այդ վեհությունից, եթե մենք կարողանում ենք ազդվել այդ վեհությամբ, չէ, մի քանի աստիճան ավելի բարձր ենք կարողանում գնահատել Գերագույն Աստծո ազնվորության դիրքը։ Եվ այս տեսանկյունից այս տեքստը ինքը շատ կարևոր տեքստ էր։ Այսօր այսքանը, սիրելիներս, եւ մնացածը կքննարկենք ավելի ուշ։